Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես այժմ գտնվում եմ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տիրուհի Անահիտայի դստեր Լուրդեսի, Սուրբ Դից Լուրդեսի սրբավայրում, որը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևմտյան հատվածում եւ քաղաքը, որտեղ գտնվում է Լուրդեսը, հենց կոչվում է նրա անունով Լուրդես։ Իհարկե, սրբավայրը բավականին մեծ տարածք է զբաղեցնում, բայց ես գտնվում եմ հենց այն հատվածում, որտեղ որ մի աղջնակի, այստեղից ցույց տամ ձեզ, իր արձանը կանգնեցված է, հետո մոտիկից ավելի ցույց կտամ։ Հենց այս մասում, որտեղ որ Լուրդեսի արձանն է կանգնեցված, երևում է Լուրդեսն այստեղից այդ աղջնակին եւ ասում, որ իր սրբավայրը պիտի այստեղ լինի։ Ամեն անգամ աղջիկը իր ընկերուհիների հետ գալիս է զբոսնելու այս գետի ափին եւ երկու անգամ տեսնում է այսպես Լուրդեսին։ Այսպիսով աղջնակը պատմում է այս ամենի մասին հոգևորականներին, հարազատներին, բարեկամներին եւ նրան պարտադրում են լռել այդ մասին, այլապես կվռնդեն, կզրկեն ունեցվածքից, իհարկե նա հալածանքների է ենթարկվում հոգևորականների կողմից։ Իսկ հարազատներից ոմանք հարցնում են, արդյոք հիշում է, թե ում է տեսել։ Նա պատասխանում է, որ ոչ, նա չգիտի ում է տեսել։ Եվ վերադառնում է այս վայրը, մտածելով, որ առիթ կունենա եւս մեկ անգամ տեսնելու եւ հարցնելու, թե ով է նա։ 3 օր այստեղ գիշերելուց հետո նա տեսնում է Լուրդեսին եւ հարցնում նրան. «Խնդրում եմ ինձ, ասա, ով ես դու, որովհետեւ ինձ հարցնում են, իսկ ես չգիտեմ, թե ինչ պատասխանել»։ Լուրդեսը պատասխանում է, որ ես Լուրդեսն եմ, տիրածին եմ եւ այս վայրում պետք է կառուցվի իմ սրբավայրը։ Ահա եւ Բեռնարդիտայի արձանը, որտեղից որ նա տեսել է Լուրդեսին։ Մեր բացահայտումների շնորհիվ մենք պարզեցինք, որ ամեն տիեզերական շաբաթ եւ կիրակի օրերին Լուրդեսը ներկա է գտնվում սրբավայրում, շրջում մարդկանց մեջ եւ ամենատարբեր օգնություններ ցույց տալիս մարդկանց։ Իհարկե, տիեզերական օրացույցը տարբերվում է մեր օրացույցից, այդ իսկ պատճառով էլ շատերը ճիշտ ճշգրիտ օրը չգիտեն, երբ է Լուրդեսն այստեղ լինում, բայց եթե մեր հետևորդների մեջ կլինեն մարդիկ, ովքեր որ կցանկանան իսկապես գալ եւ զգալ այստեղ Լուրդեսի ներկայությունը, կարող եք ինձ գրել, մենք ձեզ կարող ենք ասել, թե այդ որ օրերն են, քանի որ հայկյան սրբազան տոմարով շաբաթը ոչ թե ունի 7 օր, այլ 8 օր։ Այստեղ իսկապես գործում է հզոր էներգետիկ դաշտ։ Կարող եք գալ, խնդրել եւ ստանալ։ Համոզված եղեք, որ այստեղ Լուրդեսը լսում է բոլորի խնդրանքները։ Ահա այստեղ նաեւ ունենք աղջնակի Բեռնարդիտայի իրական նկարը, ով տեսել է Լուրդեսին։